արտահայտում են Քրիստոսին, ու ընդունում են քրիստոնեությունը որպես պետական կրել։ Ու տարածում են։ Տեսեք, ասում ենք, երբ որ քրիստոնեությունը ընդունեց 2000 թվականին, մենք բոլոր հեքիաթապատաճառները հայերը սկսեցին ավիրել, վերացնել, միայն Խոսրովագլխի խնդրանքով պահպանվեց կարմիր։ Նայք։ Լավ եք էլի։ Կարևոր է լինել be careful։ Լուղի կանեք։ Էսում ձերքն է։ Ահա։ Where are you from? Holland. Holland. Are you studying? No, I'm in high school. Գյուղը հին պատմություն ունի, այդ մասին են վկայում գյուղի տարածքում պահպանված կիսավեր եկեղեցիներն ու հայտնաբերված խաչքարերը։ Խաչքարը, որ այստեղ ներկայացված է, հայոց պատմության ամենահին թվակիր խաչքարն է։ Խաչքարը հայտնաբերվել է գյուղից մոտ 5 կիլոմետր դեպի հյուսիս ընկած, որ Օլփանձն է արել նկարել որմնանկարը։ Որմնանկարը նկարել է 4-ից 5 տարում տեմպերա ներկով։ Ներկայացված է բանաստեղծի կյանքը ծնունդից մինչև մահ ընկած ժամանակահատվածը, ներառելով նաև ստեղծագործական շրջափուլերը։ Այժմ դրվագ անդրադարձ, որմնանկարը։ Որմնանկարը սկսվում է հրաշամանուկի ծնունդով։ 1924 թվականին հունվարի 24-ին Սողոմոնյանների ընտանիքում Անահիտի և Ռաֆայելի ամուսնության 14-րդ տարում ծնվում է ապագա բանաստեղծը։ Նրա գրքահայր է դառնում համագյուղացի Մադոյից Խաչատուրը, ով երեխային կնքում է Պարույր անվան, ի պատիվ այն սպայի, որի զինվորն է եղել ինքը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ինչպես նշեցի, վերոնշյալთან նախում է Ղուրեխվայ Վահանն իր կնոջ Նամասկյովի հետ, ովքեր երկար տարիներ ամուսնացած էին և երեխաներ չունեին։ Երբ ծնվում է Պարույրը, Վահանը մեծ եղբոր իրավունքով վերցնում է երեխային Անահիտից և Ռաֆայելից, ասելով, որ դուք դեռ երիտասարդ եք եղել երեխաներ ունենալ։ Չնայած ծնողները երկար են սպասել երեխայի ծնունդին, քանի որ Պարույրը սպասված զավակ է, բայց դեր չեն գնում և երեխային տալիս են Վահանին և Համասկյովին։ 5 տարի մեկ հարկի տակ ապրելով, Պարույրը հայրիկ և մայրիկ է անվանում Վահանին և Համասկյովին, իսկ իր իրական ծնողներին Ամի և Ազի, որը խոյի բարբառով նշանակում է հորեղբայր և հորեղբորում։ 5 տարեկան է Պարույրը և Վահանում Համասկյովը բաժանում են։ Միայն այդ ժամանակ են ծնողները Համապատասխան պայմաններ չեն լինում հայրական տանը ապրելու, որտեղ քիչ հետո գրիներ և տանանումներ, որոշում է կառուցել իր առանձնակումը, իր պապի Ղազարի հողակտորն է լինում 1 հեկտար տարածք անմշակ,
Մաքրում եք հարերից, տնկում է ծառերը, որ տեսնում են, գրեթե բոլորը բանաստեղծը իր ձեռքերով է տնկել, եւ այգու գրեթե կենտրոնում կառուցում է առանձնատունը։ 1960 թվականից կտեսնեք գրառումը, սկսում է տան աշխատանքները եւ ավարտվում 1970 թվականին տեղում է 10 տարի, բայց 65 թվականից ծնողներին տեղափոխում է այստեղ զուգահեռ շինարարական հետ միասին էլ հողարկավորված են այստեղ։ Հոգեհանգիստը տեղի ունեցել օպերայում, բայց հողարկավորված է այստեղ իր բանավոր կտակի համաձայն։ Ընկերական շրջապատում հաճախ է ասել, երբ ես մահանամ, ինձ կհողարկավորեք իմ այգու ծիրանենու տակ, ահա ծիրանենին բանավոր կտակի վերածելով այդպես էլ արել եմ։ Սկզբնական շրջանում եղել է սովորական հարթ շիրմաքար, միայն գրված են եղել իր եւ կնոջ անունները։ Մահվան 10-րդ տարելիցի օրը, հունիսի 17-ին, ինչպես նաև թանգարանի բացման օրը, տեղադրվել է այս ոչ ստանդարտ քարը, Զավեն Փալիկյանն է։ Մյուս երկու շիրմաքարերը բանաստեղծի ծնողների շիրմաքարերն են, հայրը ապրել է որդու մահից հետո 4 տարի, մայրը 11 տարի եւ իրենց կամքն է եղել հողարկավորվել իրենց միակ արուզավակի կողքին։ Ինչպես նշեցի, բանաստեղծ ուներ 1 հարազատ քույր, երազիկն էլ ամուսնացած էր յուղում, մահացել է 2001 թվականին, հողարկավորված է յուղի գերեզմանատանը։ Երազիկ եւս ունեցել է 3 որդի, ցավոք մեկը մահացել է, երկուսը ողջ են, ապրում են սկսեցինք։ Քիչ ենք, բայց այնքից սկսեք։ Լավ, սկսեմ։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում։ Պարզապես մենք էլ պիտի ընդունենք, որ մենք, միայն մենք Արարատ ունենք։ Եվ որ այստեղ է բարձրիկ Սևանում, երկինքն իր ճիշտ պատճենը հանում։ Պարզապես Դավիթն այստեղ է գրվել։ Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։ Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել, քարից շինել ձուկ եւ թրջուն կավից։ Պարզապես գիտենք աշակերտել, գեղեցկին, վսեմին, բարուն, լավին։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք ոչ չենք գերադասում, պարզապես մեր բախտն է ուրիշ եղել, պարզապես շատ ենք մեր կարուն եղել, պարզապես մենք մեր տարավը կյանքում, երբ եղել ենք շատ ու եղել կանգուն, որ դարձել չենք ճնշել մեկ ուրիշ ազգի, ոչ ոք չի տուզել զարկից մեր բասկի, եթե գրել ենք լորդ մեր գրերով, եթե տիրել ենք լորդ մեր ձեռքերով, պարզապես մահն է մեզ սիրահարվել, իսկ մենք ինքնական նրան չենք տրվել։ Մենք քիչ ենք, այո, բայց կոչվում ենք հայ։ Գիտենք դեռ չանցած վերքերից տնքար, բայց նոր խնդությամբ ցնցալ ու կոչվել։ Գիտենք թշնամու կողը մոխրճվել ու բարեկամին դառնալ աջակից։ Դուրս գալ մեզարված բարության տակից, մեկի փոխարեն 10 հատուցելով։ Հոգու դարդարի եւ արայկակի, գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ, բայց թե կամենան մեզ բռնի վառել, մենք գիտենք մխալ եւ կրակ մարել։ Իսկ եթե պետք է խավարեցնել, գիտենք մոխրանալ որպես հարկերն։ Եվ գիտենք նաև մեզ կրքոց սիրել, բայց ուրիշներին միշտ է թարգելով։ Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում, բայց մեզ էլ մենք էլ գիտենք, մեզ հայ են ասում։ Եվ ինչու պիտի չհպարտանանք, կանք պիտի լինենք։ Ու դեռ շատանանք։ Ապրեք։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, պսակվելից ոնց են արել այս ձեռքերը, ինչ նազանքով, երազանքով, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, լույսը միջև լույս չեն մարել, առաջնեկն է այս ձեռքերը, առաջնեկն է երբ որ ծնվել, նրա արդար կաթով սնվել, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը, ծով լռությամբ, համբերությամբ։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, երկինք մեկնված, երկինք պարզված, սյուն են դարձել այս ձեռքերը, որ չփլվի իր տասյունը որդի կռվից դառնատունը։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, մինչև տատի ձեռք են դարել այս ձեռքերը։ Այս ձեռքերը ուժը հատած, բայց թորան հետ նոր ուժ գտած, քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը։ Ինչեր չարժեն այս ձեռքերը, նուրբ ձեռքերը, սուրբ ձեռքերը։ Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար մեզ աշխարհում ծնած սնած, մեզ աշխարհում շահած պահած, մեզնից երբեք չկշտացած, լված քանով, փոշի սրբող, Անվերջ բանող, անվերջ դատող, անվերջ բանող այս ձեռքերը, թող որ ճաքած, բայց խոստացած, բայց մեզ համար մետաքսի պես խաս ձեռքերը։ Հաջորդը Նարեկ։ Առաջին սերը, պետք չէ սիրելիս, զուր ես երդվում, առանց երդման էլ ես հավատում եմ, որ հիմա օրդ մի դար է տևում, որ փուշ կարոտը քեզ ծվատում է, որ աղջկական, որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, որ իմ անունն ես կրկնում հաճախ,
հանգղել լինի արծիվ է թվում, որ քեզ աշխարհում ոչինչ չի թվում, որ առանց սիրուս կյանքդ կորած է, որ գիտեմ ջանս, զուր ես կրկնում, բայց գիտեմ եւ այն ինչ դու չգիտես։ Առաջին սերը ինչպես որ հացը, ինչ էլ որ անես, միշտ կուտ է գնում։ Երբ աչքերն են սառում, մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի, ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթած տեղը։ Երբ աչքերն են սառում, ասում են, թե այ մարդ է գալու։ Բայց դա եթե սուտ չէ, ապա բարություն է, որ ծնվել է խեղճությունից։ Իմ օնքերն են սառում, սակայն դու չես գալու, դու չես կարող, գիտեմ, եւ օդը իմ սենյակի պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ, հարուցելով իմ մեջ այն միտքը հին, թե գուցե վիհերը նրա համար են լոկ, որ մարդ ներքև նետվի։ Իսկ թե իրոք է, էլ ով էր ասում, ասյա։ Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, որով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի, խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացի, քանիսը կյանքում ես էլի գիժ մնացի, ով հանդիպես ստացավ նիթած գինի ինձնից, լոկ ես գինին չմպայեցի իմ սեփական հենձանից, Վերջ իմ երեխաները, ասեմ մի հատ էլ, օգնիր ինձ, Մարիամ, անաղարտ մնամ այն ճախճանման աղտաղարտի մեջ, որ դժգոհություն բառով է կոչվում։ Դժգոհությունից ես շատ եմ դժգոհ, օգնիր ինձ, Մարիամ։ Եվ ասեմ ինչով, բարեխոս եղիր իմ և իմ միջև, որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ։ Ես խռովել եմ նաև աշխարից, եկ ու վերստին հաշտեցրու դու մեզ, թե չէ ես այսպես ապրել չեմ կարող։ Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին լիացած, ժպտուն գոհ աչքերով, հաղթելով և քաղց և պապակ փափակ։ Ուզում եմ ապրել անչար ու բարի, գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես։ Մի բու թառել է իմ զույգ աչքերին, թռցրու նրան, մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել, կորցրու այդ ձուն, ճանճեր են նստած ինձ վրա այնպես ինչպես քաշքաշը, կապույտի վրա քաշքաշ չեմ ուզում, կակաչ դարձրու, ասում են, իբր կապույտի վրա չեն նստում ճանճեր, լսում ես, Մարիամ, ինձ ներս ու դրսից կապույտ հագցրու, տանջում, կամ թույլ եղիր կամարի, կամ հեռացիր ընդմիշտ գնա կամարի, թե չէ այդպես դու նման ես չփլված, բայց ուր որ է գլխիս թափվող կամարի։ Սրանով ավարտենք